Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն Աստված ձեզ պահի խաղաղության մեջ, մենք պետք է մի փոքր ուզում մի կարճ մարդկային պատմությունից մի տեքստ ներկայացնեմ ու միասին դրա վրա խորհենք։ Իրոք շատ կարևոր էր եղբոր ասածը, որ ասաց թմրությունը, այո, այսօր մենք տեսնում ենք, որ թմրություն կա մարդկության վրա, մենք շատ ժամանակ զարմանում ենք, ասում ենք, ինչի չեն միտք առնում, ինչի չեն հասկանում, ախր տեսան, անգամ իրենց անձնական կյանքում եղավ տարբեր գործեր Աստծո, մեր հարազատների կամ բարեկամների կամ հարևան ընկեր, ախր տեսան, բայց սկզբից երբ որ մենք խոսացել ենք, վկայել ենք մեր ընկերներին կամ բարեկամներին, ասել ենք Տերը կարող է ասել քեզ օգնել, ինչ-որ շատ դժվար իրավիճակ է ստեղծվել, մեկ էլ որ խոսել ենք, ընդունել են ինչ-որ չափ, աղոթք ենք արել, Աստված պատասխան է տվել, Աստված պատասխան է տվել, հետո մենք մտածել ենք, քանի որ նա տեսավ այս օգնությունը Աստծուց, այս հրաշքը, նշանը, ինքը հաստատ Աստծուց չի հեռանա, Աստծուց կբռնվի, կմնա Աստծո հետ։ Բայց հակառակ մեր պատկերացման մեկը տեսնում ես, ինձ են հեռանում։ Անգամ երբ որ հիշեցնում ես Աստծո հետ գործել, ասում հա դե ինչ, Աստված օգնել է, հետո ինչ, այսինքն Աստված ճիշտ է, ձրի է անում, օգնում է, բայց Աստված նաև ուզում է դրանով մի ճանապարհ բացել, որ ավելի շատ օգնի։ Եթե Աստված հրաշք անում մեր կյանքում, բժշկություն է անում, մի օրհնություն է անում, հենց տես չի։ Դա էլ մի միջոց է, որպեսզի մարդու սիրտը բացվի ու մարդը ավելի հետագայի եղող օրհնությունները ստանա։ Հավիտենական կյանքին հասնի, հավիտենական բժշկություն ստանա, բայց ցավալի է, մարդը տեսնում է, ցավում է, անգամ այնպիսի հրաշքներ լինում մարդու կյանքում, որ չենք տեսել մեկ ուրիշի կյանքում լինի, բայց միևնույն է մնում են իրենց ընտրության, այսինքն կարելի է ասել որոշ անկեղծ մարդիկ են եղել, չեն ընդունել, բայց իրենց անկեղծությունը արտահայտել են, այսպես անկեղծ, բայց դա փրկություն չի իհարկե, ես ինչ որ ասում են, թող ես բժշկվեմ, հա, Աստծո անունի համար ինչ որ բան կանեմ, ումն է պետք մի քիչ օգնեմ, ողորմություն անեմ, մեկ էլ չեն իմանում, որ Աստված դա մերժ ասում, մատաղել կանեմ, մոմել կվառեմ, ես նորից ասեմ իմ հին կյանքին, ասենց Աստված քեզ ուզում է այդ հին կյանքից փրկի, պատկերացրեք, մեր հին կյանքը, որ մենք սկզբից հասկացել ենք ժամանակին, մենք կարծել ենք, թե մենք իմաստուններ ենք, շատ ճիշտ ենք վարվում, ճիշտ ենք դասավորում մեր կյանքը, օգտվում ենք, բայց հետո որ հասկանում ենք իրականությունը, երբ որ իրավունք ու ճշմարտություն ու արդարություն ենք հասկանում, ովքերս որ ապրել ենք այդ վիճակը, սա ենք նկատում, մենք զզվում ենք մեր անցյալից, ինչ եմ արել, անիրավությանը արդարություն եմ արել, կամ համարել եմ խաբեությունը համարել եմ իմաստություն, ոնց խաբեցի, ոնց ձեռք բերեցի, ոնց են մարդուն գցեցի, առանց խիղճ ունենալու, թե այն մարդու, որ վնասս տվե, հիմա ինքն ինչ օրի է, կամ ինչքան մեր չարչարվե, ինչ-որ նպատակի համար մի բան ձեռք բերե, ու հանգարց գողը գողացավ, գողը խիղճ չունի, չի ասում, լավ այդ մարդը վերջ նպատակով էր տարե, հավաք է, Տերը ձեզ օրհնի, ուրեմն մենք մի քիչ նայենք մեր պատմությունից, այսինքն մեր նախնիների պատմությունից, որ ինչ են արել եւ նախնիներից մեկն էլ ինչպես արդար գտնվեց, նրա ասենց արդարության, ասենց շնորհիվ
իհարկե Աստծո ձեռքերի արդարություն չկա առանց Աստծո ողորմության, առանց Աստծո գործի, նրա արդարության շնորհիվ երկիրը գոյատևեց, այսինքն Աստված կարող էր վերացնել մարդկությանը նոր մարդ ստեղծել, հիմա դժվար չէ, այն ստեղծողը կարող է էլի ստեղծել, բայց Նոյի շնորհիվ մենք մնացինք, այսինքն սերունդը մնաց։ Իհարկե ուզում եմ այս պատմությունը, այս գլուխը շատ երկար է, բայց այս գլուխը միայն կարդալ ու նայենք ու համեմատենք, այսինքն միտք առնենք, ոնց որ եղբայրն ասեց, միտք առնենք, թե ինչ է ուզում մեզ ասի, ինչպես է վերաբերում Աստված, ինչ է սպասվում նման մարդկանց եւ մենք ինչով ապահովենք, ինչով զգուշանանք, ինչի մեջ առաջադիմենք կամ ինչից հետ քաշվենք։ 6-րդ գլխի Ծննդոց գրքի 6-րդ գլխի առաջի խոսքից ասում է. Եվ եղավ, երբ որ մարդիկ սկսեցին շատանալ երկրի վրա, եւ աղջիկներ ծնեցին իրենց։ Աստծո որդիք տեսնող մարդկանց աղջիկերանցը, որ գեղեցիկ են, ամեն իրենց հավանածներից իրենց համար կանայք էին առում, եւ Տերը ասաց. Իմ հոգին մարդի վրա չմնա, այն պատճառով, որ նա մարմին է, այլ նրա օրերը 120 տարի լինեն։ Ուրեմն շատերը այսքան կարդում են ու դրա շուրջ հագին կինոներ են ստեղծում, քարոզներ են տալիս առանց շարունակությունը կարդալու։ Ինչ են ասում Աստծո որդիներ, իրենք պատկերացնում են Աստծո որդիներ, ուրեմն երկնքում եղողներ։ Եվ ֆիլմեր են նկարում կամ քարոզիչներ քարոզում են, որ երկնքում եղողները ինչ որ ռեշտակներ էին, Աստծո որդիներին կոչվում, եկան, իջան, մարդկանց աղջիկի հետ ամուսնացան։ Բայց հակառակ իրենց այդ ստի Տեր Հիսուս ասում է, հրեշտակները սեր չունեն, նրանք ամուսնանալու հնարավորություն չունեն։ Հետո երբ որ Հիսուսին հարց էին տալիս, իբր թե թակարդի մեջ էին ուզում Հիսուսին գցեին, ասում էին ըստ իրենց օրենքի, ասինքն կարգ ու կանոնի հրեական, ասում են այսպիսի բան կա, եթե մի մարդ մեռնում է ու սերունդ չունի, նրա եղբայրը կնոջ հետ ամուսնանա, որպեսզի սերունդ թողի իր աղբոր անունով, անհիշատակ չմնա աղբերը։ Ասում եմ մի կին կար, առաջին եղբայրը առավ, զավակ չունեցավ, երկրորդը, հետո երրորդը, հետո չորրորդը, 7 աղբեր էին, 7-ն ամուսնացան, ոչ մեկն երեխա չունեցավ, վերջում կնիկը մեռավ։ Հիմա ասում եմ, դու ասում ես չէին հավատում, հարություն գոյություն ունի։ Ասում եմ, հիմա դու ասում ես Հիսուս, որ հարություն գոյություն ունի։ Լավ, հարության ժամանակ այս կինը, այդ 7-ից որի կինը կդառնա, որտեղ 7-ն էլ առել են իրան։ Հիսուս ասաց, դուք մոլորված եք, որտեղ ոչ գրքերը գիտեք, ոչ էլ Աստծո զորությունը։ Ասաց, հարությունում է Աստծո հրեշտակների նման կլինեն, եւ այնտեղ ոչ կամստանան, եւ ոչ էլ մարդիկ կգնան, որտեղ հրեշտակների նման կլինեն, ասաց, որ հրեշտակները սեր չունեն, որ ամուսնանան։ Բայց ինչ ասում, ոչ գրքերը գիտեք եւ ոչ Աստծո զորությունը։ Գրքերը չգիտեն, որ գիրքն ասում է հրեշտակ սեր չունի։ Հետո ուրիշ մի իրականություն։ Սուրբ Գիրքը ասում է, Աստված երբևիցե որևէ հրեշտակին չի ասել, իրեն որդի է։ Բայց դե որդիները ո՞նց է հրեշտակ սարքում։ Ինչպես է դարձնում հրեշտակ։ Ու սուտ քարոզներ, սուտ պատմություն ունենց են տարածվել ամբողջ աշխարհը համոզված այդ ստի մեջ։ Բայց շարունակություն կարդամ, թե ովքեր էին այդ Աստծո որդիքը։ Աստված ունի կանոն, որ ամեն ժամանակներում նույնն է։ Տեսեք, ասում է, որովհետև մարմին են, իմ հոգին նրանց վրա չմնա։ Մարմին արտահայտությունը ծննդոցից սկսած մինչև հայտնություն նույն իմաստ ունի։ Մարմին հասկանում ես, մարմին, մարդկային մարմին, որը որ ապականված է, մեղանչական է, մահկանացու է, մարմին, այս մարմենով են ապրում մարդիկ, ոչ թե հոգով, Աստծո հոգով, բայց Աստծո որդիք Սուրբ Գիրքը ասում է, նրանք են Աստծո որդիք, ովքեր հավատում են Աստծուն, հավատում են Քրիստոսին։ Այո, նույն կանոնով այդ ժամանակ մարդիկ կային, որ Աստծո որդիք էին կոչվել։ Հավատքով Աստծո որդիք էին։
Եվ շարակցության մեջ ինչ ասում։ Եվ հսկաներ կային այդ օրերումը երկրի վրա, եւ այնուհետև էլ այս բոլոր Աստծո որդիկ մարդկանց աղջկերքի մոտ էին մտնում եւ նրանց համար ծնում էին։ Սրանք այն զորավորներն են, որ վաղուց ի վեր անվանի մարդիկ են։ Բարձ ասում, մի երկու խոսք հետ ասում, այդ Աստծո որդիկը զորավոր մարդիկ են, հսկաներ էին։ Հզորներ էին, առողջ էին, ուժով էին, բայց մարդկանց այն մարդիկ, որ Աստծուն չեն հնազանդում, նրանք մարդկանց որդի են կոչում, Աստծո որդիկ չեն կոչում։ Իսկ ովքեր որ Աստծուն հավատացել են, Աստծո որդիկ էին։ Եվ ասում այս մարդիկ, որոնք ամուսնանում էին մարդկանց աղջկանց հետ եւ աղջիկներն իրենց համար երեխա են ծննդաբերում, սրանք այն զորավորներն էին 4 խոսքում ասում, որ վաղուց ի վեր անվանի մարդիկ էին, հրեշտակներ չէին։ Այսքան անտեսում են գուցե ոմանք են դիտմամբ հակաստվածային գործ անելու համար, ինչպես որ սովետի ժամանակ ասում մարդը կապիկից առաջացել, որ ժժնեն մարդու գիտությունը, ինֆորմացիան, ինչ որ Աստվածաշնչից է։ Դրա համար գուցե այդպիսի մարդիկ են, որ դիտմամբ այդ անհնար է, որ երկրորդ խոսք, երրորդ խոսք կարծան, չորրորդ խոսքում չեն նկատում, որ Աստծո որդիկը մարդիկ էին։ Ու դրան բացատրել շատերն էլ գիրք չեն կարդում, նրանց բացատրությունից քարոզ են սարքում, սկսում են եկեղեցիներում խաբել։ Իբր թե հրեշտակները եկան մարդկանց որդկանց հետ ամուսնացան։ Հրեշտակները սեր չունեն, չեն բազմանում, նրանք երեխաներ չունեն, չեն էլ կարող ունենան։ Երկրորդը գրած է երբևիցե որին հրեշտակներից որին է Աստված ասել դու իմ որդին ես։ Այդ բացառվում է, որ հրեշտակները կոչվեն Աստծո որդի։ Այսինքն գիտեք ոնց, ինչպես որ ասվեց, որ մարդիկ տեսնում էին, լսում էին Հիսուսին, բացատրություն, առակներ, հրաշքներ, բայց տենց էլ չէին հասկանում, թմրած էին, չէին հասկանում, ում հետ գործ ունեն։ Այս խոսքերն էլ ծռմռողները էլ չգիտեն ում հետ գործ ունեն։ Հավիտենական, ամենակարող, ամենատես, սենց ասած ամենուրեք եղող Աստծո հետ գործ ունեն։ Դատավոր Աստծո հետ գործ ունեն։ Շատ ժամանակ ասես մտածում ենք, ասում ենք դե բարեկամներ ունենք մահացած, հարազատներ, մոտիկ մարդիկ, ընկերներ, ցավում ես, ասում տեսնես ինչ կլներ, ինքը հավատքը չընդունես մեռավ էլի Աստված ջան, այն մարդկանց նման տեսնես որևէ օր կնդի որ սրանք ողորմություն գտնեն, դադարի նրանց տանջանք են հանդերձալ աշխարհում եւ տեղափոխվեն ոնց ասած մի խաղաղ տեղ, հանգիստ տեղ։ Ընդհանրապես մի հատ լավ կանոն կա, մենք բոլորս պետք է դա վերցնենք։ Շատ բաներ կարելի է մտածել, խոսել, բայց ճիշտը սա է։ Ինչ են ասում մարդիկ, ավելի ճիշտ, քանի որ Աստված այս կարգը դրել է մեր առաջ, ասել է ես եմ սկիզբը եւ վերջը։ Ինձանից առաջ ոչինչ չի եղել, ինձանից հետո էլ չի լինի։ Այսինքն որպես առաջնորդ ղեկավար, երկրպագու, այսինքն երկրպագվող։ Ուրեմն մենք պետք է մտածենք, նախ ինչ-որ բան, որ խոսում է, ինչ է ասում Սուրբ Գիրքը, Աստծո խոսքը։ Եվ երկրորդը, ինչ եմ լսում ես շրջապատից։ Եվ երրորդը վերջում նորից ասենք, այս մարդիկ սենց են ասում, ես այսպես եմ լսում, ես եմ մտածում, իսկ ինչ է ասում Աստված, որ վերջում ճիշտ մտածես, իսկ ինչ է ասում Աստված այս մասին։ Շատ խորհուրդներ ես տեսնում մարդկանց մեջ, հավատացյալների մեջ, անգամ տեսնում ես խորհուրդ են անում, բայց նայում են երևույթի, բարեկամների, ընկերների, պետության, օրենքների ասածներով են վերջացնում իրենց գործերը։ Այդպես չպետք է վերջանա։ Ինչ ասում են, բայց Աստված ինչ է ասում վերջում, Աստծո ուզածով։ Անգամ
Աստծո սիրողներն համաձայն, եթե անգամ վնաս էլ քաշում, ես Աստծո ասածով պետք է անեմ։ Որտեղ այսօր մեր առաջ կան հսկա հնարավորություններ, որ Աստծո շեղում են։ Մանավանդ օրենքներ համաշխարհային։ Շատ օրենքներ մարդուն ուզում են դարձնել անհավատ, մանավանդ աշխարհը ստեղծել է մի նոր Աստված, արհեստական ինտելեկտ։ Եվ այնպես են ստեղծել, որ ռոբոտի նման է սարքել, կարային ասես տմբուշկի նման սարքել, հարցը մի հատ դինամիկ դնեին, բայց դիտմա մարդու նման է սարքում, մարդու տեսքով, որ մարդը ավելի նվիրվի։ Ռոբոտը նստում է աթոռին, կարային տմբուշկի է նստեցնեն, սենց ասած, կամ մի հատ աթոռ։ Մեջը տեղադրեն այդ մեխանիզմը աթոռը կխոսար, կլսեր ու կխոսար։ Դնում են ռոբոտը սկսում է խորթակցել, այս հարցում ինչ պետք է լինի, ասեք, սենց դժվարության եմ հանդիպել։ Տեսնում ես, ռոբոտը պատասխանում է, այսպես է, ռոբոտը մեջը պրոգրամը կասել տեքստ կա, որ այս հարցին սենց պատասխանեն հարցին, բայց միտք չունի, հոգի չունի այդ ռոբոտը։ Նա ընդհանուր այդ իր մեջ դրած պարունակությունից է խոսում։ Եվ շատ բաներ կան, մեկ մարդուց ավելի շատ ինֆորմացիա կա նրա մեջ։ Մարդուն ուղղակի ամբողջում ինֆորմացիոն մի hard drive, այսպես ասեմ։ Բայց դրա մեջ ավելի մեծ hard drive կա, շատ ինֆորմացիա ունի եւ կարողանում է պատասխանել։ Այսինքն ինչ է, պատկերացնում եք ինչ է դառնալու շուտով։ Արդեն սրանք տարածում են գտնում։ Մարդը, երբ որ նեղություն ունենա, ասում, մատ գնամ ես ռոբոտ կտեի մոտ էլի, անը կտե ա դրել, միսը պտոյ ա դրել, ենք ասի ես էլ եթամ իմ պտոյի մոտ, հələ տերամ ինչ ասում, պտո ջան, սենց դժվարություն ունեմ, ինչ անեմ, տերմից պտոն պատասխանեց, նորից ասում, պտոն միսն էլ ասեց, նորից արդեն ամեն կարիքի դեպքում իրանց միտքը ուղղի ամբողջը պտոյի իրանն ա, Պատոն ինչ է, էլ չեն դառնա Աստծուն հարցնեն, ինչ անեմ։ Պատոն ավելի կարծես թե անմիջական է, շուտ պատասխանում է։ Նրանք չեն ուզում մտածել, Աստված ինչ է ասում։ Աստծո կամքը որն է, Աստծո կամքը էլ չեն փնտրի։ Նրանք այդ արհեստական ինտելեկտի կողմն են դառնալու։ Եվ սա ինչ է նշանակում։ Աստված ասում է չի թողում, Սուրգիկը ասում է, Պետրոս Առաքյալի թղթում ասում է, Աստված իր գալը չի ուշացնում Տեր Հիսուսը, բայց Աստված չի ուզում, որ որևէ մեկը կորչի։ Անգամ եթե մեկ հոգու փրկվելու հույս կա, Աստված կսպասի նրան։ Բայց կգա ժամանակ, որ արդեն աշխարհում ապաշխարող չի լինելու։ Էլ Աստծուն չեն փնտրելու, ով կա, էլ ով չկա, էլ չեն ավելանա, եկեղեցիներում չեն ավելանա։ Կա ձևական են շոուների մասնակցելու համար, որտեղ այսօրվա գիտեք ինչ են մտածում։ Մեկը վերցրել էր իր այդ խումբը, երիտասարդներ տարել էր գիշերային բար։ Չես տարել, ասում է Հիսուս ասես չէ, ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ։ Բայց դու պետք է նայես, աղվեսը մի սա սիրում հավի, պետք է հավ դնես, այն մեկին սենց ջայլներն ես սենց բանես սիրում, դնես տանես, որ գան եկեղեցի։ Այն մյուսները սենց են մտան, ինչ անենք մեր ժողովը, գիտեք ինչ, վերցնում բերում շտանգիստ են հանում բեմին, ուժեղ շտանգա բարձրան, մեկը ցծի շուրջա պարան, դա եկեղեցիներ կան, մեկը հավատացած չի, բայց լավ ձեն ունի, շատ ուժեղ երգում է, իր ուզած երգերը, այդ են բերում, որպեսզի ժողովուրդը լսի, դրա պատճառով հավաքվի։ Սա խորամանկություն է, թակարդ, մարդկային թակարդներ են, ոչ թե Աստծո։ Երբ որ Տերը ասես, դուք մարդկանց որսորդ կլինեք, գիտեք ոնց, նմաններին շատերին պատասխանել եմ, լավ, եթե դուք ուզում եք մարդկանց որսորդ լինել, մեկ նայեք, Հիսուսի ասես տեսանք որսը, ինչպես է կատարում։ Ուրեմն շարունակում եմ,
Աստծո որդկանցից հետո ասում է զորավոր մարդիկ են եւ Տերը տեսա որ շատացել է մարդկանց չարությունը երկրի վրա եւ նրանց սրտի խորհուրդները բոլոր գաղափարները չար են ամեն օր այն ժամանակ Տերը զղջաց որ երկրի վրա մարդ ստեղծեց եւ իր սրտի մեջ տրտմեց եւ Տերը ասեց երկրի երեսիցը ջնջը մարդը որ ստեղծեցի մարդից մինչեւ անասուն մինչեւ սողուներ մինչեւ երկրի թրջուն որտեղ զղջում եմ, որ նրանց ստեղծեցի, բայց Նոյը Տիրոջ առաջ շնորհք գտավ։ Եվ այդ չեմ ուզում կարդալ, Տերը ասես դու իմ առաջ շնորհք գտար, Նոյ ամբողջ աշխարհը ջրեղեղով խեղդելու եմ, մնաս դու, քո կինը, 3 որդիներ, քո 3 որդիները, 3 հարսետ, 8 հոգի կմտնեք տապան։ Եվ մաքուր կենդանիներից 7 տանես տապան, որ սերունդը շարունակվի ջրեղից հետո շատանան, իսկ անմաքուր, այսինքն չուտվող կենդանիներից, որոնց միսը չուտվող է, ասենք օրինակ, վագր է, աղվես է, առուց է, տարբեր, որ դրա մարդիկ դրանց միսը չեն, չնաց տեղեր կա ուտում են, չիմանալուց հարցը սա է, Տերը դրանց անմաքուր, այսինքն ուտելու բան չեր համարում, դրանցից են 2 զուգ, որպեսզի նրանց սերունդ են շատանա, առուծը շատանա, վագրը, գայլը կամ ուրիշ մի բան, փիղը եւ Նոյը այդպես էլ արեց։ Եվ տեսնում ես, որ Նոյի մասին գրված է արդարության քարոզիչ։ Այսինքն մարդկանց քարոզում էր արդարություն արեք, մինչև որ Տերը Նոյի հետ խոսար են, Նոյը խոսում էր արդարության մասին, որ լավ ճիշտ չեք ապրում, լավ չեք ապրում, Տիրոջ հայտնությունից հետո էլ նորից Նոյը սկսում էր խոսել, որ ապաշխարեք, բայց միտքը ինչ է, ապաշխարել գուցե Աստված ողորմություն անի, Նինվեի մարդկանց ման, երբ որ Հոմրանը քարոզեց, Աստված որոշումը փոխեց, որ պետք է կործաներ այդ քաղաքը, 20,000-անոց քաղաք էր, ապաշխարեցին թագավորից բռնած մինչև սովորական բանվոր մարդը, ապաշխարեցին և Տերը չկործանեց, գուցե, այո, եթե Նոյին լսեին, զղջային, ջրեղեղ չներ, բայց չէին լսում, բայց այսօր շատերը անգամ երգեր են գրում, սուտ քարոզներ են տալիս, իբր թե Նոյը իր հորեղբոր տղերքին, բարեկամ, հարևան եկեք, մտեք, տապան, պրծեք, փրկվեք, սրանք չգիտեն ում հետ գործ ունեն այդ սուտ քարոզիչները, չգիտեն որ ում հետ գործ ունեն, Սուրբ Աստծո հետ գործ ունեն, եթե տապան մտնելով լիներ փրկություն, Աստված ջրեղեղ չէր անի, Աստված իրենց մեղքերի համար էր ուզում կործանել, ոչ թե տապան չմտնելու համար, Աստված հրամայել էր Նոյին 8 հոգի մտի կենդանիներից են զույգ ու 7, քանի գլխի Տեր Նոյը, որ բռներ, Աստծո հրամանին հակառակվեր, մի 100 մարդ, 300 մարդ, 1000 մարդ լցեց տապան, ասել վերջ, հեսա ջրեղեղից կփրկվեք, նավը ճաք էր տալու, որտեղ Տերը ամբարիշտին էր ուզում կործաներ, և էլի տեսնես չեն ճանաչում Աստծուն, չգիտեն ում հետ գործ ունեն, շատ խիստ է Տերը, երբ որ ես ասեցի, մեր արևան հարազատ բարեկամ, որ մահացել է, այո, գուցե գա ժամանակ, որ մարդը այսպես ողորմություն գտնի, Աստված ասի հերիք հա տանջվեն, են սխալ գաղափարի նկատմամբ խավարանով անցի, Արդյոք կա խավարան, մարդիկ ասում են խավարան գոյություն ունի, լավ, մարդիկ ասում են, իսկ Աստված ինչ է ասում, այս սան պետք է դառնանք, Աստված ինչ ասում, խավարան գոյություն ունի, թե չունի, մտածում ենք շատ ժամանակ գնացել մարդկանց վկայել ենք իրենց փրկության համար, մեկ է տեսնես իրենց խելոքի տեղ են դրել, մի քիչ որ շատ փող ունեն, ավելի բարձր դիքից են նայում կամ պաշտոնավոր են, ինչ են անում, մեկը շատ պաշտոնավոր էր,
ասենք մեծ այդ մի տարածքում էր համարում էր տարածքի ինքը պետություն չունեն իրանք, բայց իրենց տարածքը ոնց որ օրինակ ասենք Ռուսաստանում Թաթարստանը, չէ՞։ Ինչ է, ավտոնոմ է։ Թաթարստանի ղեկավար ոնց ասես սա։ Այդ տեղում են այդ մարդը այդ ազգի ղեկավարն էր, համարում էր իրեն համարում էր թագավոր մարդ։ Այս ազգի թագավորն եմ, ղեկավարն եմ։ Տարիքով էլ մեծ։ Մի 30-40 տարի ինձանից մեծ։ Երբ որ ես մեր հետ խոսել, տեսա ինքը այդ աչքերով են նայում։ Այս երեխեն, իր համեմատ երեխա եմ։ Այս երեխեն դա կատարվել է 90-ական թվականներին։ Այս երեխեն ինչ պիտի ինձ սորացնի։ Կամ դու ինչացու ես, հարցում եմ դու ինչով ես զբաղվում։ Ինչ գործ եմ, ես թագավոր եմ, դու ինչ ես։ Ես տեսա, որ ինքը արդեն պարզ է միտքը, ասի գիտեք ինչ, դու ինձանից մեծ ես տարիքով, ինձանից ավելի պաշտոնով ես, ինձանից ավելի շատ փորձառություն ունես մարդկության մեջ, ասի դրա համար ես չեմ ուզում քեզ հետ խոսել իմ խելքով, իմ փորձառությունով, իմ գործի համեմատ, պաշտոնի համեմատ կամ իմ հարստության ու մնացած բաների համեմատ։ Ես խոսում եմ մեկի խոսքը, որ քեզնից էլ մեծ է, բոլորից մեծ է, Աստծո խոսքն եմ խոսում։ Ուրեմն դու պետք է խոնարհվես Աստծո առաջ։ Քեզնից էլ իմաստուն է, քեզնից պաշտոնով է, քեզնից ավելի հարուստ է, ամեն ինչով առավել է։ Ու սկսի իր հետ խոսել, որպեսզի գոնե ընդունի, թե չենք գիտի մարդու խոսք եմ խոսում, բայց ես մարդու խոսք չեմ խոսում, Աստծո խոսք եմ խոսում, ասել քեզ հետ։ Այս օրինի շատ ժամանակ մարդիկ տենց են վերաբերվում մեզ հետ։ Կարծում եմ մի մարդ, որին ճանաչում ենք, ունի այս բարեկամները, այն ընկերների կամ այս հասցեն։ Բայց մենք այդ հասցեից չենք խոսում, մենք Աստծո հասցեից ենք խոսում։ Աստծո անունից ենք խոսում, Աստծո ուղարկված լինելուց ենք խոսում, Աստծո ասած թեման ենք խոսում։ Սորական մարդու խոսք չի սա, ինչ որ ես խոսում եմ։ Սրանք Աստծո մտքերն են։ Եվ ինչ է ասում Տերը, նմանեցնում է Նոյի ժամանակներին մի ինչ-որ հատված, վերջին օրերում։ Ես ուզում եմ դա էլ կարդամ, Մատթեոսի ավետարանի 24-ի 36-ից եմ ուզում կարդալ, ասում է, իսկ այն օրվա և ժամի համար ոչ ոք չգիտե, ոչ էլ երկինքի երեշտակները, բայց միայն Հայրը։ Եվ ինչպես Նոյի օրերն, այնպես է կլինի մարդու որդու իր համար է ասում, մարդու որդի էր, որտև դարձել, մարդու որդու գալուստը, Քրիստոսի գալուստը, որովհետև ինչպես որ ջրեղեղից առաջ եղած օրերն են, ուտում էին, խմում էին, կին էին առնում, մարդ էին գնում, մինչև այն օրը, որ Նոյը մտավ տապան։ Եվ չիմացան մինչև որ ջրեղեղը եկավ եւ ամենքին վեր առավ, խեղտեց, այնպես կլինի մարդի որդու գալուստը։ Այն ժամանակ երկու հոգի կլինեն արտում, մեկը կառնվի, մեկը կթողվի, երկու հոգի կլինեն ջրաղացումը, կաղան մեկը ջրաղացում միասին կաղան եւ մեկը կառնվի, մեկը կթողվի եւ այլն։ Արթուն կացեք, որտեղ չգիտեք թե որ ժամում Տերը կգա։ Այսինքն նմանեցնում է Նոյի օրերին Տեր Հիսուսը իր գալուստը, այսինքն ուշադրություն դարձեք։ Նոյի օրերի նման էր, թե գործերը, թե վիճակը։ Մարդիկ իրենց հոգսերով զբաղված։ Տերը չի ասում, թե չամուսնանան, թե մարդի չգնան, այսինքն կամ կին չառնեն, կամ գործ չանեն։ Բայց ցավը սրանում էր, նրանց ուշք ու միտքը իրենց այդ ծրագրերն էին, այդ գործերն էին։ Աստծո մասին չէին մտածում։ Մարդիկ չէին մտածում Աստծո մասին Նոյի օրերին, այլ սիրուն աղջիկ տեսա պետք է առնեմ։
Հիմա տենց է։ Վիճակը շատ նման է Նոյի օրերին։ Տերը տեսավ էր ապաշխարող չկա, մնացել է Նոյը իր ընտանիքով։ Ավելացող չկա, դրա համար աշխարհի վերջ եկավ այդ ժամանակ։ Իսկ հիմա աշխարհի վերջը ինչ ասում, թե 5 կտականում մարգարեություններն են ասում, թե նոր կտականն են ասում, թե հայտնության գիրքն է ասում, ասում իր հերթին։ Հիմիկվա աշխարհը ոչ թե ջրեղեղով կվերանա, այլ կրակով։ Կրակը պիտի վառի, որ մաքրվի աշխարհը։ Մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Մեր աչքի առաջ, մենակ հին պատմությունից չգիտենք։ Այսօր օրինակ, շուտ տարածքում պատերազմ է, միլիոնավոր մարդիկ են մեռնում, արուններ են թափվում, այդ հողը շաղաղված է արունով, հետո պետք է բռնեն այդ արունի վրա շենքեր շինեն, ասեն մարդ ապրի։ Այդ արյան մեջ թափած հողի, այսինքն այդ հողի մեջ, այդ արյան մեջ պետք է ծառեր տնկեն պտուղ ուտեն։ Մարդու արուն են խմում, արուն են ուտում։ Աստված չի համբերում էլ։ Այն որ ասում է, Աստծո բարկությունը հասավ հայտնություն, ասում է, մինչև կոկորդ բերան արդեն, տեղ չկա տանելու։ Այս օրերը նման են Նոյի օրերին։ Գալիս է այն օրը, վերջին օրը, գիտեք երբ է Հիսուսը գալու։ Երբ որ էլ ապաշխարություն տեղի չի ունենալու, ոչ թե եկեղեցիները լցվող կլնեն, դրանով չի նայում Հիսուսը։ Կյանքի փոփոխություն էլ չի լինում, չեն ապաշխարում։ Ձևական լցվում են եկեղեցիները, շոուներ են նայում, ուրախանում են, փողեր են տալիս ուրիշին, իբր շատ ժանակ ասում, այսքան ժամանակ քան տարի ես եկեղեցում փող եմ գցում գանձանակը, միթե չեմ փրկվի։ Աստված փողով չի փրկում, Հիսուսով է փրկում, ապաշխարությամբ։ Դարձի գալով, ուխվելով։ Ես միլիարդ բերքից եկեղեցու մեջ։ Բերեք շարեք ես փողերը։ Չի փրկվելու ոչ մի մարդ փողի քանակով։ Ոսկիով, արծաթով, դրա համար Պետրոս առաքյալն ասում է, դուք ոչ թե հայրենավանդ ունայն ճամփաներից փրկվեցիք ոսկով, արծաթով կամ թանկարժեք բաներով, այլ Քրիստոսի թանկագին արունով։ Եթե փողով, ոսկիով փրկություն ելներ, հիմա շատ թագավորներ ու պրեզիդենտներ բանում չեն լինի դժոխքում։ Շատ են ունեցել, կտան կփրկվեին։ Ապաշխարություն է պետք։ Եվ օր կգա Նոյի օրերում, որ ասում է, լսեցիք, մարդկանց միտքը գիշեր ցերեկ չարության վրա էր։ Հիմա որ մենք նայում ենք, մարդիկ եկել են մի ժամանակ, որ գիշեր ցերեկ չարություն են մտածում։ Շատ չէ։ Մի 30-40 տարի հետ գնանք, 50 տարի հետ գնամ, այդ ժամանակը մարդիկ թեկուզ հավատացալ չէին շատերը սովետի ուսմունքի համեմատ, բայց ընտանիքներում մարդկության մեջ հարգանք, պատիվ, սրբություն գոյություն էր, ամոթ գոյություն ուներ։ Այսքան կռիվ չկար, այսքան տուրդմփոս չկար, այսքան գողություն չկար։ Գողությունը գյուղում նա շուն էին բերում, շունը հետքերով հետ բռնում էր։ Հիմա 1000 շուն լցես չգիտի որ գողի հետևից է թա։ Շատացել է մեղքը, շատացել է հանցանքը։ Մարդիկ ընտան հավատացել չեն, բայց իրարից հարգանք ունեին, պատիվ ունեին, ամոթ ունեին, ասում ամոթա։ Հարևանը ինչ կասի, մարդ, բայց հիմա չեն ասում հարևանը ինչ կասի։ Ես իմ կյանքն եմ ապրում, ինչ ուզում են ասեն։ Ասենք թքել եմ բոլորի վրա։ Այդպես է Աստված կթքի այդ մարդու վրա։
ամենավատ բանը գիտես մարդու մոտ ինչն է որ ձևավորվում է ու դրանից ճար չկա մեկի մասի խոսում է Տեր Հիսուսը որպես վատ մարդ ասում է մարդկանցից չեր ամանչում Աստծուց էլ չեր վախենում երկու հարց կա մարդու մոտ վերանում է ու դառնում է կատարյալ վայրի շրջակ ասում է վայրի մարդ Գալստուկով վայրենի Չի ամանչում մարդկանցից, ես տեսնում ես, ասենք օրինակ, շատ ելնում են երստացում, անամոտ բաներ են ելույթ ունենում, պատրաստ են մեր կանան աշխարհին իրաց ցույց տան, իրաց ամոթը, եւ այլ, չեմ ասում են տարբեր գործեր, մարդկանցից չեն ամանչում եւ Աստծուց էլ չեն վախենում, Վախը կորցած աս, չգիտեն ում հետ գործ ունեն, ասում մեր Աստվածը լափող կրակ է, եւ որ շատերս մտածում են գուցե խավարան լինի, հələ հարցն եք Աստծուց, ինչա Տեր Աստված խավարան գոյություն ունի, թե չէ, Աստված ասեց, երթվում եմ իմ բարկության մեջ, որ նրանք հավիտյան իմ հանգիստը չեն մտնելու, ինչ խավարան, ոմանք էլ ասում են, Իմ տղեն, որ մեռել է, գնացել դժոխք, լավ չի, որ գնացել է, ինքը հասկանում է, որ կորուստը տվել, դժոխք է, հերս մեն, տո ես ինչ եմ փրկվում, ինչ սա պետք, ինչ դժոխք, ինչ օգուտ պետք է տաս իրանց։ Ընդես իրանք պետք է մտածեն, լավ է մեզանց մեկի չեկավ ստեղ, են հարուստին նման ասում է, 7 աղբեր ունեմ, գնա անսա թող ապաշխարեն չգան։ Չգան իմ կողքը լավ տեղ չի։ Ընդեղի մարդը չի ասում գոնե են էլ գար կողքս, մի կաթիլ ջուր չես կարա տաս նրան օգնես։ Աբրահամ էր, Աբրահամի զավակին մի կաթիլ ջուր չկարծավ տա ուղարկի, մի կաթիլ ջուր։ Անհնար է, մեր արանքը մեծ տարածություն կա, անցնելը անհնարին աստից ընդե։ Էլ ինչ խավարան։ Գնամ կորեմ, որտև իմ հարազատներից որ հերս մերս կամ որևէ մեկը կորուստա գնացե, ինչով եմ օգնելու այդ մարդուն, ոչ մի բանով, կյանքդ փրկի։ Համար Տերը ձեզ պահի, ուղղակի խնդրում եմ, հասկանալով, Պողոս առաքելն ասում, երբ որ մտնում ես այդ վիճակի մեջ, նորից հասկանում Պողոսն ինչ էր ասում, աղաչում ենք ձեզ, ազատեցեք ձեզ Աստծո բարկությունից։ Եթե չասողը, են օրը հարց տվեցի մի տեղ, իհարկե չկարողացան պատասխանան, թեև շատ անգամ քարոզվել է։ Ամենածանր մեղքը ո՞րն է, ամենակործանարար։ Բոլորն էլ կործանարար են, բայց ամենա, ես քաշով եմ ասում, ծանրությամբ։ Ո՞րն է։ Ձեզ սրտում պատասխանեք, բարձր չէ։ Ո՞րն է ամենածանր մեղքը։ Գիտեք որն է, անհավատությունը, չհավատալը, որտեղ Տեր ասը Սուրբ Հոգին կգա աշխարհի կհանդիմանի մեղքի համար, որտեղ ինձ չեն հավատում։ Չհավատալուց Սուրբ Հոգու դեմ էլ հայություն կանեն, չհավատալուց գայթակղություններ կանեն, շատ մահացու մեղքեր կգործեն։ Եվ ուրիշ մեղքեր գողություններ կանեն, որտեղ չեն հավատա։ Ոմանք են չարություն են անում, գնում են քնջում են խոստովանում։ Այդպես չի Տիրոջ օրենքը, գրքինն է, ինչ ասում։ Եվ որ Տիրոջի մոտերում ասում, ինչպես է գրված, ինչ ասում գրված, ասում է, այդպես գնա տենց արա եւ կփրկվես։ Եթե կարա անի, բայց չի կարա անի։ Արի իմ հետևից, որ ես քեզ զորություն տամ, որ դու անես, որ փրկվես։ Ժողովուրդ ջան, էսա մենք թմրած չմնանք, շշմած չմնանք։ Նույն ժամանակի վիճակն է հիմա իսկական։ Մենք չխաբվենք, որ հարսանիք կա, ծառատունք կա, արև կա, լուսին կա, Տեր ասես ամբողջ իր ընթացքի մեջ երկիրը, մարդկությունը ու հանկարծակի ինչ կլինի, վերջը կգա, մարդի որդին կգա։ Աշխարհի վերջն եկել է։ Երբ որ Նոյը ասում էր վերջն է եկել, չէին հավատում։
նոյ հետ ուխտա կապ է, չեն հավատում։ Նոյ տապան շինի, տեսնում են։ Հիմա էլ Աստված ունի մարդիկ, որոնք խոսում են աշխարհի վերջի մասին։ Նշանները, կլինի, երբ որ տեսնեք, արևի խաղորում, լուսնի առաջ որ մի հատ արևի խաղորում էր, ասում մեկ էլ էսի կլինի քանի 100 տարի հետո, մեկ էլ տեսնում ես ինչ 100 տարի հետո, քանի ամիսը մեկ, տարին քանի անգամ, խավարում, մեկ խափում են ժողովրդին գիտնական կոչեցյալները, իրենք ոչ մի գիտնական էլ չեն դրանց շատերը, մենակ նստել են խափելու համար։ Որտեւ իրանց ասածը սուտա դուսեք է։ Իրանք ասում են մեկ էլ 100 տարի, այս ինչ աստղ որ երված, մեկ էլ հիշում եմ, ես այդ անգամ նկարել եմ մի հատ հարսնիքին, կամետան, հա, որ հիմա էլի լուսակցում ես, դա նկարել եմ 80 քանի թվի, չէ, կներեք, 93-4 թվին, կամերավ, ինչ-որ մեկի հարսնիք էր, շատ մոտիկ էր, նկարեցի, իրանց հարսնիքի մեջ էլ կար։ Եվ ասում են, սա երևա մեկ էլ 100 չեմ ամ քանի տարի հետո, հիմա արդեն երևում է 100 քանի տարի չի անցել։ Դեր ասեց, երկնքից աստղեր կընկնեն, այո, ընկնում են, փշրում են, քարեր թափում են երկրի վրա։ Ասում մեծ գունդեր են գարուն գնեն խփեն երկիրը, ջարդեն։ Արեգակ խավարի, պատերազմի լուրեր կլսեք։ Սով, սրացություն, մահ տարաժամ, այսինքն ան ժամանակ մահեր, լիքը, հիվանդություններ, որ ես բան չի եղե, տարբերա բոլոր ժամանակներից հիմիկա ժամանակը։ Բոլորը ասված է Հիսուսի կողմից եւ առաքյալների կողմից չեն հավատում։ Լավ էլ ինչ անի որ հավատակ։ Տերը սկսել է հարվածներ տալ, արևին պետք է ասի վառի, խորշակար արա, գրված է։ Աստղերը պետք են գնեն, ջրերը դառնան, մարդիկ թունավորվել են, գրած է։ Ծովի 1/3 մասը սատկեց կենթանություն, սատկում են, ափերին տեսնում եք նորություններով, ուրիշ բաներ են բացատրում։ Խոտը կայրվի, ծառների 1/3 մասը երկրի կայրվի, ոչ մի դարում ասես ժամանակաշրջան չէ, այս աստիճան պաժարներ լինի։ Ամեն ինչ գրված է, էլ ոնց ասի, եւ Աստված պետք է սի արդեն խփել, նշաններով, խրատով, քարոզով, չապաշխարեցիք, հարվածը սկսելու։ Հարվածն էլ չի օգնի ապաշխարեն, որտեղ ասում են այդ հարվածները տեսնելով սկսին հայոել երկինքի Աստծուն, որ այս բաների վրա իշխանություն ունի։ Փոխանակ խնդրեն հայոյում են։ Այսինքն սա նշանակում է, որ վերջն եկել է ապաշխարող չկա, իմաստ չունի, Հիսուսը մնա չգա։ Տերն էլ պետք է գա, երբ որ տեսնում է ապաշխարող չկա։ Այս բաները, որ արագացնում են խարդախությունները, տարբեր օրենքները, տարբեր կանոնները, համաշխարհային դժվարությունները, սրանք արագացնում են Տեր Հիսուսի գալուստը։ Այնպիսի կարգ կանոններ են ստեղծում, որ ասում ես, ելով կարա ապաշխարի։ Հենց այդ Աստված թողե որ անեն, որ էլ ապաշխարող չնի, որ Հիսուսը գա։ Դատաստան է։ Ու պատկերացնում եք, մի հատ վերջում խոսք ասեմ ու Երկրորդ Թեսաղոնիկացիների 2-րդ գլխի մեջ ասում է, քանի որ նրանք ճշմարտության սերը չընդունեցին, որ ապրեն, մարդիկ։ Աստված է թույլ կտա կուղարկի ստության ոգին, որ հավատան ստին ու դատապարտեն։ Ինչի համար ասում եմ, որ հավատան ստին ու դատապարտեն, քանի որ չապաշխարեցին, պատկերացնում եք նստած տեղը մարդ իր տանը, նստած հերստած նայում, մի հատ տենց հաղորդում է նայում, որ սուտ հաղորդում է, մեկ էլ ասում ամեն հավատաց ստին, ու ինքը չի իմանում, հենց դիվանու վրա կնքեց իր կորուստը, որպեսզի հավատան ստին ու դատապարտեն, քանի որ չեն ապաշխարում, ուրեմն վերջնական դու պետք է կնքես քո ձեռով քո կործանումը։ Այն որ Ֆիրդուսին լավ է նկատել սատանայի գործելակերպ, ասում է դու քո ձեռքով քեզ կսպանես։ Այսօր ամեն մարդ իր ձեռքով իրան սպանում է։ Ինքն է որոշում իր կյանքը լինի թե չլինի։ Հավատում է ճշմարտության, թե չի հավատում ճշմարտության։ Ստին հավատա, ոչ մի բան չի արել։ Շատերը ասում են, ես սրա նման չեմ, որ
մարդ սպանեմ, կաշառքուտեմ, այն անեմ, չգիտեմ, տարբեր վատ գործերի մասին եմ պատմում։ Բայց մի հատ էլ գործ կա, այդքան ծանր չի, հավատաս ստին ու կկործանվես։ Պարտադիր չի գնա շնություն անի մարդը, գողություն անի, մարդը կան սպանի, թունավորվի, խափի, թալանի, հավատան ստին հեշտացել է կործանումը, բայց Հիսուսին հավատալը կյանք է տալիս, որտեղ մեզ համար խաչվեց, ով որ հավատում է իր արունով, Հիսուսի արունով, մեր բոլոր մեղքերը ջնջում են, նա մեր պատիժը վերցեց իր վրա, ինքը պատժվեց, թանկարժեք անձնավորություն Աստված մարմնով եկած, մեծ գին էր սա, տվեց հավատացողը ընդունում է, որ իր մուծումը Հիսուսն է արել պատիժը, իմ փոխարեն մուծել է այդ բոլոր պատիժները, ես ազատվում եմ պատասխանատվությունից ամենաքիչը և փրկվում եմ նրա խաչի գործով,